Հանուն հոր և որդու և ոգին սրբո ամեն։ Սիրելիներ, ինչ ընթերցելը այսօր արդեն դուք տեսաք, որ եկեղեցում ավելացել է ևս մեկ, ինչ են ասում, օթորակիչ, օթափոխիչ, լավ կոնդիցիոներ եռաված։ Մեր համայնքի անդամները, ուզում եմ անունները տալ, բայց չեմ էլ ուզում տալ, որտեղ ասում եմ, թող այդ շնորհակալությունը Աստծուց ստանան, մեր երիտասարդներն են, մեր եկեղեցու։ Երբեմն ավետարանի մեջ ասում է այդ իսկ են վարձքնոցա, երբ որ մարդկանցից փառավորվում եք, դա ձեր վարձքն է, արդեն վերջ, էլ Աստծուց չեք ստանալու։ Դրա համար մենք իրենց համար աղոթք կանենք, ովքեր եկեղեցու նկատմամբ լավ վերաբերմունք ունեն, ովքեր եկեղեցու նկատմամբ նաև նախանձախնդրություն ունեն, վստահ եմ բոլորդ այդպես եք, նախանձախնդրություն, հիշում եք Տիրոջ խոսքը ասում են նախանձ տանք հո կերիցեզից, քո տան նկատմամբ ունեցած իմ նախանձախնդրությունը, իմ սերը, իմ նվիրումը ինձ ուտում է, քայքայում է, որովհետև տեսնում էր այնտեղ վատ երևույթներ կամ տեսնում էր, որ տաճարը պիտի կործանվի, վարձներ է Աստծուց, թող այդ շնորհակալությունը Աստծուց գա ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին, ձեր սերունդներին ու նաև Աստծո ողորմություն իջնի իրենց ննջեցյաների վրա, ովքեր կազմակերպեցին եւ արեցին այս գործողությունը։ Յուրաքանչյուրս էլ անում ենք ամեն մեկը մի չափով, ես չմտածեք հատուկ առանձնացնում ենք, թող վարձները Աստծուց ստանան։ Ամեն։ Ես կարելի է։ Սիրելիներ, այսօրվա ավետարանական ընթերցումը շատ հայտնի է։ Անդամալույցի բժշկումը։ Մարկոս ավետարանիչը բացում ենք, հենց առաջի գլուխը չէ, երկրորդ գլուխ առաջի համար։ Ասում է մի քանի օր հետո նա դարձյալ Կափառնայում մտավ։ Լուր տարածվեց, թե տանն է, եւ շատեր հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չմնաց ոչ իսկ դռան առջև։ Մենք գիտենք, որ Կափառնայումը հիմա էլ կա, այդ ավերակները կան, թանգարանի պես են դարձել, վրան շենք են կառուցել, մարդիկ գալիս վերևից նայում են։ Ներքևի հատվածում է ինքը հիմնականում Պետրոս Առաքյալի տան մասին է խոսքը, որ ինքը քարոզությունները երբ որ սկսեց, արդեն հիմնականում ապրեց Կափառնայումում, եւ այս տանը հիմնականում։ Նաև կոչվում է Քրիստոսի քաղաք, Քրիստոսի բնակավայր է կոչվում հիմա։ Եվ մարդիկ լսելով սկսում են հավաքվել։ Ինչու են հավաքվում, գալիս են խոսքը լսելու Քրիստոսից։ Նաև հավաքվում են շատերը գալիս են բժշկության համար, շատերը գալիս են հրաշքներ տեսնելու համար, բժշկություն տեսնելու համար։ Շատերն էլ գալիս են փորձելու համար, գալիս են ստուգելու, թե ինչ է ասելու վարդապետը։ Եվ ասում է նրանց, քարոզում էր Աստծո խոսքը։ Տիրոջ գլխավոր նպատակը եղել է Աստծո խոսքը քարոզելը։ Ճիշտ է, հրաշքներ էր արվում, բժշկություններ էր արվում, բայց գլխավոր նպատակը Աստծո խոսքի քարոզությունն էր։ Որովհետև եթե շատերը գալիս են ուղղակի հրաշք տեսնելու, ասենք հետաքրքիր է հրաշք տեսնելը, բայց դա մի քանի անգամ տեսնելուց հետո դառնում է սովորական։ Կարևորը որ մարդու ներսում փոփոխություն լինի դրանից հետո, երբ որ ինքը հրաշք է տեսնում կամ մեր յուրաքանչյուրի կյանքում, եթե հրաշք է տեղի ունենում, մենք այդ ամեն ինչը կարողանանք տեսնել։ Աստված յուրաքանչյուրին հրաշք ցույց է տալիս։ Շատ ժամանակ մենք չենք տեսնում։ Մեր հավատքի զորացման համար, յուրաքանչյուրիս։ Եկան նրա մոտ բերելով մի անդամալույցի, որին տանում էին 4 հոգով։ Այս ամբողջ տարիների ընթացքում որքան որ կարդացել եմ, իմ մոտ տպավորություն կա, միգուցե սխալվում եմ, բայց տպավորությունը այնպես է, որ այս անդամալույցը դեռևս չի ճանաչում Տիրոջը, կամ ամբողջական պատկերացում չունի, որտեղ Քրիստոս տարբեր տեղերում էր քարոզում։ Այս 4 հոգին լսել էին Քրիստոսի մասին, գիտեին, վստահ են, որ Քրիստոս կարող է անդամալույցին բուժել։ Մի բան, որ իրենք երբեք իրենց կյանքում չէին տեսել, չէին լսել, որ անդամալույցը բժշկվեր։ Եվ այս մարդը վստահ են, որ տանը պիտի լիներ։ Պիտի գային իրեն պատմեին եւ այդ ընկերները պիտի խնդրեին,
ցանկանային տանել լավություն անել այդ անդամալույցին։ Եվ ինչ են անում, քանի որ անդամալույցը 4 հոգով, ասում է իր մահիճով, անկողնով, մահիճ անկողին այդ կտորն է, տեսել եք, այս գեստները, որ հատվում են նկարների մեջ, դա իրենց անկողին է եղել նաև, որ իրար վրա փաթաթած է եղել, չէ, այսպես որպես երկրորդ շերտ, զինվորականների շինելները կան, չէ, այսպես փաթաթած կլոր իրենց վրա, դա նաև իրենց անկողին է համարվել, այդ զգեստով բերում են, անդամալույց, որ ընդհանրապես չի շարժվում։ Գալիս են տուն, տան մոտ շատ մարդիկ են հավաքված, տները գիտեք ինչպես էր իրենց մոտ, այսպես քարի տներ են և ունի երկրորդ հարկ, այսինքն տանիք։ Մեր համար մենք տանիք չենք բարձրանում այդպես, իրենք հիմնականում տանիքում էին անցկացնում, գիշերները լավ եղանակներին, այսինքն միշտ քնում էին շոգ եղանակներին, տանիքում էին քնում։ Տանիքում չորացնում էին իրենց ուտելիքը, ցորենը, չգիտեմ, խոտեր եթե կա չորացնելու, լվացքն էին անում այնտեղ չորացնում։ Եվ քանի որ տունը լուսավորության համար այն ժամանակվա տների լուսամուտները փոքր էին, մեծ լուսամուտներ չեն եղել։ Հիմնականում լույսը դռնից է ներս եկել եւ երթիկ են ունեցել։ Շատերը տեսել եք երթիկ, հիմա էլ կա։ Քարի պատեր են, գերաներով կառուցված, վերևը գերաներ, դրա վրա նաև այն պինդ ջրերում աճում է, ղամիշ են ասում նաև, եղեք նաև շատերը տեսել եք, և հող, խոտերով էսպես, և կողքից աշճաներ կար, աշճաներով բարձանում են տանիք բոլորը, բարձանում են տանիք ստիպված, այնտեղ տանիքից մի փոքր հատված քանդում են, որ իրեն կարողանան իջեցնել ներքև Հիսուսի մոտ։ Իրանք չէին հարցրել Տիրոջը, Տեր, այս անդամալույցին բերենք թե չբերենք, կբուժես թե չես բուժի, կբուժվի թե չի բուժվի, ինչ հնարավորություններ ունեք։ Իրենք վստահ էին, որ Քրիստոս հաստատ բուժելու է, այսինքն իրենք հավատ ունեին, ուժեղ հավատ ունեին, վստահում էին Քրիստոսի, որ ինքը կարող է բուժել։ Իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույցը, և Հիսուս տեսնելով նրանց հավատը, դա շատ կարևոր է, տեսնելով նրանց հավատը, ուրիշ տեղերել ենք մենք տեսնում, որ Տերը բժշկություն է անում, երբ որ տեսնում է իրենց հավատքը, ասում է եկավ իր գավառը եկավ, որտեղ որ մեծացել էր Նազարեթ, Նազարեթում հրաշքներ չգործեց, որովհետև ժողովուրդը չէին հավատում իրեն, հրաշք գործելու բժշկության համար պետք է անպայման հավատք, այստեղ հետաքրքիր է ժողովուրդ։ Այս անդամալույցը ենթադրում եմ, որ երևի ավելի շուտ շոկային վիճակի մեջ էր, եւ ինքն էլ երևի չէր պատկերացնում դեռևս, բայց մեջը հույս ուներ, բայց մարդ եկավ։ Բայց իր փոխարեն այն 4 հոգի ընկերները, որ իրեն բերել էին, այդ դրանք ուժեղ հավատք ունեին։ Դրա համար երբեմն հարցնում եք, ասում են, թեկուզ դուք ասում եք, ուրիշ մեկի համար աղոթք կանենք, հարազատի, բարեկամի, ոնց որ հավատքից այն չի կամ լավ հավատ չունի կամ անհավատ է նույնիսկ, աղոթենք թե ոչ, իհարկե աղոթեք, իրենք էլ ես ընկերները, բարեկամները, այսպես ասեմ, բարի կամեցողները, իրենք աղոթքով, հավատքով մոտեցան, իրենք աղոթեցին, աղոթք ինչ ասում խնդրեցին։ Մենք էլ այնպես որ մեր հարազատների համար և դարձի գալու համար և ուղղվելու համար Աստծուն պիտի խնդրենք։ Իրենց համար աղոթք կանենք, մի խոսքով մյուսների համար աղոթք արեք, սա նաև խոսում է բարեխոսության մասին։ Աղանդները ասում են բարեխոսություն չկա, չի, ընդունված չի։ Մեր համար և մենք ենք բարեխոսում, և նրանք ովքեր, որ Տիրոջ մոտ են, և Մարիամ Աստվածածինը, որ ողջ է, և մեր սրբերը, ովքեր Աստծո երեսն են տեսնում, իրենք էլ հաղթական եկեղեցու անդամներ, իրենք էլ են աղոթում, և մենք խնդրում ենք, որ իրենք էլ աղոթեն մեր համար։ Եվ այդ ժամանակ Քրիստոս ինչ է ասում է անդամալույցին ասում է, որդյակ, քո մեղքերը քեզ ներված են, քո մեղքերը ներված են, դու մաքրված ես, առաջի դարում շատ էր ընդունված այդ, գիտեք, տեղին ու անտեղին նույնիսկ ասեմ, երբ որ մարդը մի հիվանդություն ուներ, ասում են մեղքի արդյունք է,
Ես ինչ մեղք է գործել, որ նման բանի է ենթարկվել, նման հիվանդություն է ձեռք բերել։ Բայց դա ոչ միշտ էր այդպես։ Անակնկալներ կան կյանքում։ Երբեմն մարդը ինչ-որ պատիժ չասեմ, փորձանքի է հանդիպում, մյուսները ասում են ուրեմն մեծ մեղք էր գործել։ Հələ դու մի հատ ինքդ քեզ նայի, ուրիշին քննելուց առաջ։ Դրանից ավելի մեծ մեղքեր միգուցե դու ես գործել, իսկ ինչու դու չես պատժվել այդպես։ Նշանակում է դա դրա հետ կապ չունի։ Աշխարհ է անակնկալներ կան եւ կան վատ անակնկալներ, եւ վատ անակնկալներից են նաեւ փորձությունները, փորձանքները, որ մարդիկ հանդիպում են։ Ուրեմն այնտեղ, որ սկզբում ասացի, կային օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին։ Օրենսգետներ կային։ Մենք նաև ավետանի մեջ հիշատակում են դրանք որպես դպիրներ։ Օրենքը անգիր գիտեին, ժորդ, Աստվածաշունչը 5 տակարան իրենք անգիր են սովորել։ Մինչև հիմա մահմեդականների մոտ պահպանվել է։ Դպրոցներում տարիներով անգիր են անում Ղուրանը։ Իրենց մոտ կար է, անգիր արած գիտեին ամբողջը։ Եվ իրենք ասում են, ես ինչ է ասում, որդյակ քո մեղքերը քեզ թողնված են։ Իրեն Աստծո տեղ է դրել։ Տեսեք, օրինակ մենք այստեղ որ թողություն ենք տալիս, խնդրում կտակ այդ դրա մեջ այդ հատվածը մեղքերի թողության։ Շատ լավ։ Թողության ժամանակ ինչ ենք ասում, ողորմեսի քեզ Աստվածը զորը։ Սա մեջ չկա, կարծես թե։ Կա։ Հիմա փորձեմ գտնել, լավ։ Չէ։ Ողորմեսի քեզ մարդասերն Աստված, թող ողորմի քեզ մարդասերն Աստված, Քահանան է ասում։ Անպայման տեսեք ինչ իշխանության մասն են խոսում։ Թողություն շնորհի ձեր բոլոր անցանքներին, խոստովանված եւ մտքում եղածները, որոնք որ պահել ենք մեր մտքում։ Եվ ես կարգով կամ իշխանությամբ, քահանայական իշխանություն է ստացել քահանան մեղքերը թողնելու։ Եվ հրամանով Աստծո, աստվածային հրամանով, թե ինչ որ պիտի արձակեք երկրի վրա նույն ձևով պիտի արձակվի երկնքում։ Այսինքն քահանան, երբ որ արձակում է անում մենք ասում ենք իշխանություն է տրված, բայց Քրիստոս չի ասում ինձ տրված իշխանությամբ կամ Աստված թողություն թող տա ձեզ, ինքը ասում է քո մեղքերը քեզ ներված են, հենց այդ պահին ինքը ներում է։ Սա պարզ է, որ իրենց մոտ ընդվզում պիտի առաջացներ, իրենց մոտ շնորհակալություն, որ Քրիստոս իրեն Աստծո տեղ է դրել, դեռ նոր է քարոզում, դեռ ամեն ինչ չէ, որ Քրիստոսի մասին գիտեն եւ օրենսգետներն են ասում, այսով է, որ իրեն Աստծո տեղ է դրել։ Իմիջիալոց ասեմ, այս նույն հոդվածով Քրիստոս դատապարտվեց, հիշում եք, երբ որ տարան իրեն արդեն երեկոյան իրեն ժողովը կազմակերպեցին Սինեդրիոնը 72-ի խորհուրդը, այնտեղ ինչ ասացին, ասացին դու մարդ ես, քեզ Աստծո տեղ ես դրել, եւ դա հայոյություն է, հիմա հասնենք դրան։ Այս ինչ է խոսում, սա հայհոյում է, այսինքն ինչ է նշանակում հայոյել, ուրիշ անգամներ եմ ասել, հիմա ասեմ նորից, որ չմոռանանք, ավետանի միջի հիշված նոր կտականում հայոյությունը սեռական բնույթի հայոյանք չէ, այլ, երբ որ դու քեզ Աստծո տեղ ես դնում, եթե ասենք, թե ես ասեմ Աստված եմ, ուրեմն Աստված իմ նման թույլ ու տկարը հիվանդ է, անկարող է, ժամանակավոր է, մեղքերով լի է, նշանակում է ես Աստծո մասին վատ բաներ եմ ասում, Աստված թույլ է, տկար է, չգիտեմ ես ինչ մեղքեր ունի, բարկություն ունի, նշանակում է ինձ համեմատելով Աստծո հետ, Աստծո անձի իջեցնում եմ ներքև, սա է հայոյանքը, դրա համար ասում են սա հայոյանք է, եւ Հիսուս իր հոգում իմացավ, որ այնպես են խորհում իրենց մտքում։ Հիմա շատ ժամանակ ասում են, լավ, այդ ոնց է լինում, որ Տերը իր հոգում իմացավ։ 5 տակարանում իմիջիալոց ասեն, այնտեղ գրված է, որ մարդկային մտքերը միայն Աստված է կարդում։ Այսօր ֆիլմեր կան, չէ, ինչ է մտածում կինը կամ տղամարդը, հետաքրքիր սյուժեներով այսպես նկարված, բայց սա աստվածային հատկություն է կարդալ մտքերը։
Հիմա միգուցե դժվարություն առաջան, Աստված ինչ կերպով է մեր մտքերը կարդում։ Ժողովուրդ, երբ որ աղոթում եք բերանացի, նաև մտքով չեք աղոթում։ Այդ ձեր մտքով աղոթացնել է Աստված լսում։ Աստված տեսնում է, գիտի արդեն։ Այդ կերպեր նման կերպով ինչ որ մտածում ենք մենք։ Դա համար երբ որ սխալ մտքեր են գալիս մեզ, այդ պայն միշտ խնդրեք ասել, Տեր Հիսուս, այս վատ մտքերը ինձանից հեռու տար, կամ մեղ Աստծո ասեք, թող չկրկնվի մոտ այս վատ մտքերը, որպեսզի ամբողջական մաքրություն տեղի ունենա։ Եվ ասում է, ինչ եք կարծում, որն է ավելի հեշտ, անդամալույցին ասել քո մեղքերը քեզ ներված են, թե ասել վեր կաց եւ առ մահիճը դու գնա քո տունը։ Որն է ավելի հեշտ։ Իհարկե հեշտ է ասել քո մեղքերը քեզ ներված են, որտեղ ոչ մեկ չի տեսնում, թե ոնց են մաքրվում մեղքերը, ինչ կերպով մաքրվեց։ Կարող ես ասել, դուք եք կարող եք ասել ինչ-որ մեկին, չկա երևացող ինչ-որ նյութական երևույթ չկա, որ դու տեսնես մարդու մեղքերը ներվել են։ Բայց դրանից ավելի դժվար է, երբ որ անդամալույցին ասես վեր կաց, մահիճը վերցրու ու գնա քո տունը։ Դա ավելի դժվար է։ Ուրեմն 5 տականում գրված է Աստված է միայն մարդու մտքերը, սրտի խորհուրդները կարդում։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր է այստեղ։ Այս օրենսգետները այդ անգիր գիտեին։ Ու այդ պահին Քրիստոս իրենց մտքերը կարդաց։ Այնքան հակառակություն կար իրենց մեջ, որ իրենք այդ պահին չասացին, այս ժողովուրդ, Հիսուսը մեր մտքերը կարդաց, այդ Աստծո աստվածային հատկություն է։ Հլեկեք տեսնենք ով է այս մարդը։ Միգուցե Աստծո որդին է խոստացված, որտեղ ինքը իրենց մտքերը կարդաց։ Բայց ասում է, որպեսզի դուք սիրում եք ձեր աչքով տեսնել, շոշափել նյութականը, որպեսզի հասկանաք ինչ զորություն ունեմ, կամ ինչ զորությունով եմ օժտված, կամ ինչ զորությունով եմ եկել, հիմա կասեմ ձեզ եւ ձեզ ցույց կտամ։ Եվ այդ ժամանակ, որպեսզի իմանաք մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի, ներելու մեղքերը, որտեղ ասում է, մեղք կա, չէ, հիվանդություն կա, մեղքի հետ է կապված, մեղքը պետք է մաքրել։ Նոր բուժել իրեն, բայց հիմա որ հենց հիմա բուժեմ, կհասկանաք, որ մեղքերը ներվել են արդեն։ Հասկացաք ինչ հետաքրքիր շրջապատիվ է։ Եթե ես իրեն բուժեմ, արդեն ենթադրությունը սա է, որ իրենց մեղքերը, իր մեղքերը մաքրվել են։ Ուստի ես ունեմ այդ իշխանությունը եւ այս պայն հրաշք տեղի ունեցավ, որ նման բան չէին տեսել աստվածային զորությամբ մարդ է բժշկվում եւ դրանից բացի երրորդ հանգամանքը, որ իրենք պիտի հասկանային, որ իրենց մտքերը Աստված կարդաց այդ պահին Հիսուս։ Եվ դա պատճառը եղավ մի քիչ այսպես իրենք հանդարտվեցին, չի ասում այդ մասին, բայց կարծես թե շարունակություն չունի այս հակառակությունը։ Եվ ինչ է ասում, անդամալույցին ասում է, քեզ եմ ասում, վեր կաց, առ քո մահիճը եւ գնա քո տունը։ Եվ անմիջապես վեր կեցավ, վերցնելով մահիճը բոլորի առաջ դուրս ելավ։ Այնպես որ ամենքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն եւ ասում. այսպիսի բան երբեք չենք տեսել։ Սիրելիներ, այստեղ ահագին մեծ խորհուրդներ կար, այս պահին մենք խոսեցինք դրանց մասին, որոնք որ մենք կարող ենք հիշել մեր համար, բայց այստեղ նաև կարևորներից մեկը այն էր, որ այդ ժողովուրդը Քրիստոսին մեր Տիրոջը ընդունել որպես Աստծո որդի։ Մենք այսօր շատ հանգիստ ընդունում ենք, որ Քրիստոս Աստծո որդի է։ Մենք բոլորս ընդունում ենք, մենք այդ հավատքով ենք այստեղ հավաքված, բայց առաջի դարում, երբ որ Քրիստոսը քարոզում էր, ժողովուրդը այդքան գաղափար չունեին։ Չգիտեն դեռևս շատ բան այդ։ Ուստի սա ինքնաբացահայտման եւս մի, այսպես ասեմ, օրինակ էր, որ մենք պիտի այստեղից սովորենք։ Որտեղից է գալիս փաստարկումները Քրիստոսի ասպատության։ Շատ բաներ կան, շատ հետաքրքիր է։ Կամ ինչու են այդ ժողովուրդը այդքան հավաքվել, կամ ինչ խորհուրդ ունի այդ ժողովուրդը։ Այդ ժողովուրդը հավաքվել են եկեղեցու խորհուրդներ, որտեղ Քրիստոսն է այնտեղ հավաքում են ժողովուրդը։
Այստեղ էլ մենք հավաքվում ենք Տիրոջ համար, Աստված ամեն տեղ է, բայց Աստծո տուն է մաքուր տեղ է հատուկ Աստծո համար։ Կամ այդ 4-ը ովքեր են, հետաքրքիր բացատրություններ կան հայր, այդ 4 մարդիկ ասում է բարեկամները, որ բերեցին, նրանք 4 ավետարանիչներ են, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննեսը, որոնք որ մեզ օգնում են մոտենանք ճանաչենք Քրիստոսին։ Կամ այդ երթիկնի չէ, որ բացեցին։ Երթիկը ասում է երկրային աշխարհային մտածողությունն է, որ մի քանդես եւ գնաս դեպի Տերը։ Շատ հետաքրքիր բացատրություններ կան։ Աստված զորացնի յուրաքանչյուրիս, այն ինչ որ խոսեցին, կարողանանք դրանց գոնե մի մասը մտապահել, Աստված զորացնի իմացություն տա եւ կարողանանք դրանք ճիշտ օգտագործել մեր կյանքում։ Եվ դու մեզ համարձակած այն բառով բանարս բերանս մեր կարդալս քեզ երկնավոր քար երկել եւ ասել։